Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստերի դահլիճում քննարկվում է Արցախի հարցը։ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը պահանջում է փաստահավաք առաքելություն գործուղել Արցախ 150,000 բնիկ հայերի տեղահանման ու պատմական ժառանգության ոչնչացման հարցերն ուսումնասիրելու համար։ On September 19, 2023, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայության վրա։ 12 օրվա ընթացքում տարածաշրջանը դատարկվեց ամբողջ հայ բնակչությունից։ Սա ժամանակակից պատմության ամենաամբողջական էթնիկ զտումներից մեկն է։ Ադրբեջանը շարունակում է քանդել հայկական եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանատները։ Վերջերս նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Մենք կոչ ենք անում փաստահավաք այց կազմակերպել եւ զեկույց ներկայացնել մարդու իրավունքների խորհրդին։ Միջազգային հարթակներում հարցի ժամանակ առ ժամանակ արծարծումը գոնե մինչև այժմ լրջորեն չի զսպել Բաքվին։ Արցախի հուշարձանների պահպանության վարչության նախկին պետ Սլավա Սարգսյանը, որը տասնամյակներ շարունակ զբաղվել է մշակութային արժեքների հաշվառմամբ, նշում է, ադրբեջանական վանդալիզմը համակարգված բնույթ է կրում։ Մինչև բռնագաղթը արդեն իրականացվել է հաշվարվել, վկայագրվել է շուրջ 6000 հուշարձան Արցախի տարածքում։ Ուզում ասեմ, ես տեղյակ եմ ամեն ինչպես ասում են, ամեն մի թփի հուշարձանի հետ կապված։ Ես կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում այդ հայտարարությունը բավականին դա տեղի եղավ ուշացումով, որտեղ երբ որ ինչպես ասում բանը բանից անցել է, եւ հաստատ ինչ է ստացվում, 1000-ից ավելի հուշարձաններ արդեն քանդվել են։ Արցախի նախկին պաշտոնյան թերահավատ է միջազգային կառույցների գործունեության հարցում։ Ըստ նրա, քաղաքական շահերն ու էներգակիրները միշտ էլ ավելի վեր են դասվում մարդու իրավունքներից ու պատմական արդարությունից։ Ըստ էության այդ երկրներին Եվրոպային թեկուզ նրանց հետաքրում է ոչ թե ասենք մարդը էությունը, մարդու պատմությունը, նրա հազարամյակներ շարունակ այստեղ գոյատևելու այդ փաստը, այլ նրանց հետաքրում է նավթը, գազը եւ այլ տնտեսական ինչ-որ բաներ եւ այլն։ Ամենացավալին արցախցի պաշտոնյայի համար ոչ թե միջազգային հանրության դանդաղկոտությունն է, այլ Հայաստանի իշխանության կողմից խնդիրը պատշաճ չարծարծելն ու լռության մատնելը։ Այսօր ինչ-որ արվում է, նրանց քիչ տակ մեր իշխանությունների համաձայնությամբ եւ լռակյացությամբ, եթե ասեմ, իբր թե խաղաղության, շինծու խաղաղությանը չվնասելու պատճառով նրանք ոչ մի արձագանք չեն գտնում։ Ժնևում քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը հստակ դրեց նաև Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը։ on November 17, 2023, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Ադրբեջանը պետք է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան ապահովի, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած անձինք կարողանան վերադառնալ անվտանգ, անխոչնդոտ եւ արագ կերպով։ Ադրբեջանը որևէ նշանակալի քայլ չի ձեռնարկել այս հրամանը կատարելու համար եւ շարունակում է պատանդ պահել 20 հայի։ Այսօր բոլոր արցախցիների միակ երազանքը իր բուն հայրենիք, իր հազարամյա հայրենիք տեղափոխվելն է, հետ վերադարձն է։ Դա փաստ է, դրանով որևէ մեկը չի կարող արարել։ Միջազգային հարթակներում այն իրոք շրջանառում է այդ հարցը, եւ ես հույս ունեմ, որ դրա արդյունքում արցախցիները կարող են հետ վերադառնալ։ Բացի Հայաստանի Հանրապետությունից, մյուս այլ վայրերում, այլ երկրներում դա շրջանառվում է։ Պես որ դա կարևոր է եւ գտնում եմ, որ դա ես մի քիչ այդ կողմից ուրեմն հավատում եմ այդ գործընթացին եւ գտնում եմ, որ դա տեղի կունենա։ Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը շեշտել է, որ առանց գերիների վերադարձի եւ տեղահանվածների իրավունքների վերականգնման տարածաշրջանում արդարության մասին խոսք լինել չի կարող։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։